Դուք ընդդիմության հետ կապված բավականին այսպես բուռն արձագանքեցիք, նրանց մանիպուլյացիոն հարցերը որակեցիք եւ այլն։ Ինչով է պայմանավորված նախընտրական շրջանն է, ինչն է ձեզ այսպես հունից անել, որ տեսանք ընդդիմության հետ բանավեճեր։ Հարգելի գործընկերներ, ինչ-որ արձագանքի համար պետք է լինի ինչ-որ խոսք եւ ինչ-որ դիտարկում։ Հիմա եղավ խոսքը դիտարկումը, համարեցի, որ դիտարկումները սխալ են, արձագանքեցի։ Իսկ արձագանքի իրավունքն է, արձագանքի զարմանալու ինչ կա։ Ձեզ տեսանք առաջին անգամ հունից դուրս եկած վիճակում։ Մենք օրինակ Ես ներողություն եմ խնդրում, եթե տոպոնաման տոպավորություն։ Հա, այդ որովհետեւ падգամավորին ասում եք ձեռով ոտով մի խոսեք։ Ես նման բան չեմ ասել։ Դες սխալ եք ցիտում։ Ինչպես ինքն էր սխալ ցիտում նախորդ անգամ ազգային ժողովում, հարցի պատասխանի ոչ, ես նման բան չեմ ասել։ Ես նման բան չեմ ասել։ Բա ինչ եք ասում, եք ձեռքով Ամբողջը զայնագրվում է, չէ՞։ Չէ։ Ես չեմ ասել ձեռքով ոտով, ես նման արտահայտություն չեմ արել։ Խնդրում հետ տվեք նայեք, ես նման բան չեմ ասել։ Լավ, պարոն Մաթեոսյան, ես ուզում եի հարցնել նախընտրական շրջանում դուք ցուցակում կայք, եթե չեմ սխալվում, այո։ Ձեր ձայները չբավարարեց 50-յակում ընդգրկվելու 55 կամ 56-րդ տեղում էր նախնական ցուցակում։ Իհարկե միջև ընտրությունները, եթե այլ գործընկերներ օրինակ պարոն Վարդանյանի դեպքում աշխատանքի տեղափոխման հետ կապված ցուցակները հնարավոր է փոփոխել։ Լավ չէիք աշխատել, ի՞նչն էր խնդիրը, որ Չէ, ես չեմ կարծում, առողջ կարծում մրցակցություններ։ Ես վերջին շրջանում գիտեք, որ հանրապետությունում շատ քիչ եմ մնում ցավոք սրտի, որպես COP17-ի նախագահ ստիպված եմ նաև այցեր ունենալ տարբեր երկրներ, որպեսզի նիստեր անցկացնեմ, հնարավորություն չէի ունեցել, որպեսզի գործընկերներս ներկայացնեին պատկերացումներ, այսինքն մարզային այցերի, խորհուրդների այցերի, կուսակցության խորհուրդների այցերին շատ քիչ էի մասնակցում, ես կարծում եմ ամենից լավ էր, ամենից նորմալ էր, համենայն դեպս սա այնպես էր, ինչպես ես սպասում էի։ Եթե շատ է գործողումների գնում ձեր աշխատանքը պարտականություններ, ինչպես է կարողանում պատշաճ իրականացնել։ Համադրելի աշխատանք է, շրջակա միջավայրի նախարարները հիմնականում այն ժամանակ, երբ ունեն հնարավորություն, նախասեմ որ COP17-ի աշխատանքները շատ կարևոր, իմ համար նախ մեծ պատիվ էր, որ որոշումը կայացած, որ ես եմ COP17-ի նախագահող եւ ոչ միայն COP17-ի, այսօրվա հանձնաժողովի քննարկման ժամանակ նաեւ ներկայացրեցի Նագոյի արձանագրությունները, հաստատումից հետո նաեւ ՄԱԿ-ից կստանանք հաստատում եւ նաեւ կստանձնեմ Նագոյի պրոտոկոլի եւ արձանագրությունների կոմիտեի նախագահությունը քիչ կարևոր աշխատանք չի եւ իհարկե համադրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն է, որովհետեւ ոլորտները նույնն են, այսինքն ընդհանուր քննարկվող թեմաները շրջակա միջավայրն է։ Դուք եւ այստեղ նախարարությունը իր առանձնահատուկ եւ կարևոր դերն ունի։ Ճիշտ է, ձեր նախարարության հետ կապված հարցերը շատ չեն լինում, մենք լրագրողներս էլ քիչ ենք անդրադառնում, բայց օրինակ գուցե դա նաև հարցի ձեր ոլորտին առնչվող է, վերջին շրջանում, երբ որ այսպես ասած ապօրինի գույքի հետ կապված Սևանի ափի այդ անշարժ գույքն են որոշում այսպես քանդել, այդպիսի գործեր են հարուցվում, այստեղ բնապահպանական էլեմենտ կա, այսինքն այդ ափերը հետո ինչ է լինելու, մաքրվելու է։ Ես եթե դեմ չեք շատ հարց ես հարցին պատասխանեմ, տեսեք, այսօրվա կառավարության նիստի ժամանակ է քննարկվեց, նախ ասեմ, որ գլխավոր դատախազության մարզպետների աշխատակազմը եւ թիմերի եւ իհարկե շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում ես նաեւ առիթ եմ ունեցել բազմիցս ձեր գործընկերներին ներկայացնելու ասոցի ժամանակ, տարբեր հարց ու պատասխանի ժամանակ մենք միայն 2025 թվականին վերադարձրել ենք 13000 հեկտարից ավել հողատարածք, որոնք բնության կամ օրինակ անտառային նշանակության հողատարածքներ են, որից միայն 5330 հեկտարի, եթե չեմ սխալվում, միացվել է Խոսրովի անտառ պետական արգելոցին։ Իսկ Սևանի ավազանի շրջակայքում մոտ 79 հեկտար հողատարածք նույն կերպ վերադարձվել է շրջակա միջավայրի նախարարությանը, ոչ բարեխիղճ վարձակալների կողմից տարածքներն օգտագործվել էր եւ մենք ստիպված վարձակալության պայմանագրերը խզել են նույնիսկ որոշների դեպքերում կամ նաեւ դատական ակտեր, իսկ մնացած մաքրման աշխատանքները, որոնք իրականացում են մեր էլիտա դատախազության գործընկերների հետ համատեղ, դրանք նիշից ցածր շինարարական աշխատանքներ են, որոնք որ օրենքով առհասարակ արգելվում են նման բան իրականացնել։ Այսինքն մենք մաքրում ենք, որովհետեւ դա ընդհանուր Սևանի բնական կենսունակությունը ապավելու համար տվյալ նիշից ցածր շինարարություն պետքա չլինի։ Այսքանը շնորհակալություն։ Թվերը այսօր կառավարության նիստի ժամանակ հնչեցվեց, այս բանը ձեր գիտակ չունեմ, բայց ընդհանուր տարածքները շուրջ 79 հեկտարի մասին ա եղել ամբողջությամբ, բայց առանձին շենք շինությունների մասով 100-ի հասնող եւ ավելի։
այս պայն էլ աշխատանքները շարունակվում են։ Շնորհակալություն, բայց նորից